Ինչ սխալներ են գործում մարդիկ ավելորդ իրերից ազատվելիս։ Առաջինը դա շատ երկար մտածելն է, երբ մտածում ես այս ամբողջը ես պետք է նվիրաբերեմ շատ ճիշտ ուղղությամբ, որպեսզի այս իրերը շարունակեն կիրառվել այլ մարդկանց կողմից։ Դա շատ մեծ սխալ է, մենք չենք կարող դա անել, մենք դրա ժամանակը չունենք։ Շատ երկար մի մտածեք, որ երբ ես ձեռք կբերեմ բոլոր իդեալական կոնտեյներները եւ կունենամ մեծ տուն եւ կունենամ մեծ պահարաններ, ոչ։ Ձեր տարածքը ձեզ բավական է իրականում, ցանկացած տարածություն կարելի է ցանկացած մարդկանց քանակի համար այնպես զոնավորել, որ դուք ուղղակի զարմացած կմնաք։ Իսկապես ես կարող եմ դա անել, լավ մասնագետը կարող է դա անել, դուք ինքներդ էլ կարող եք դա անել, եթե փոքրիկ քայլերով նախ եւ առաջ ավելորդ իրերից ազատվենք, առանց դրա որքան կոնտեյներ էլ դուք ձեռք բերեք, որքան դարակ ու սենյակ էլ դուք ունենաք, միևնույն է, այդ ծանրաբեռը գալու է, մտնելու է ձեր տուն եւ դուք չեք հասցնի այդ ամենը դասավորել, հսկել եւ կրկին ծանրաբեռնվելու է ձեր սենյակը, ձեր պահարանը։ Էնպես որ հենց հիմա վեր կացեք, վերցրեք աղբի տոպրակը, 10 րոպե թայմերը միացրեք եւ ազատեք 1 դարակաշար, հերթական դարակաշարը եւ այդպես օրական 1 դարակ ազատելով դուք ամիսների ընթացքում կազատեք ձեր տունը ավելորդ բեռից, ավելորդ իրերից, որից հետո միասին կկատարենք զոնավորումը, միասին կկատարենք կոնտեյնավորումը եւ հետո արդեն կանցնենք հետո նոր պարզ կլինի, արդյոք ձեզ լրացուցիչ կահույք հարկավոր է, արդյոք ձեզ հարկավոր է փոխել այսինչ կահույքը այնինչ կահույքով, էնպես որ միացեք իմ էջին եւ հետեւեք նոր տեսանյութերին։